կոնկրետ անձի մասին չեմ ուզում խոսել, որովհետև անիվը դա համակարգ է, ոչ թե անձ, հա, եւ Դավիթ Փափազյանը այդ համակարգի անդամներից մեկն է միայն, բայց ամբողջ համակարգը, այսպես ասենք, չնայած հայտարարված ու իմ կարծիքով շատ բարի նպատակների, ճիշտ նպատակների, ասենք գործել է այսպես ընտանեկան բիզնեսի տրամաբանությամբ, այս իմ վերջի ախտորոշումը, հա։ Ինչու եք եկել այդ եզրամանը։ Ես չեմ եկել, նույն արժույթի միջազգային հիմնադրամը եւս գրել է, որ ասենք կորպորատիվ կառավարում չկա, հաշվետվականություն չկա, ասենք որոշումները կայացվում են կամայական, հայեցողական, այս ամեն ինչը միայն դրա բացի դրանից մենք տեսնում ենք, թե ինչքան իրավապահների բարեկամներ են աշխատել, ինչքան փոխկապակցված անձիկ են ստացել ներդրումներ եւ այլն, էլ այս ամեն ինչը ոնց որ այս համադրության մեջ ոչ մի այլ մտքի չի բերում, քան այն, որ դա իսկապես եղել է ընտանեկան բիզնեսի տրամաբանությամբ գործող կառույց։